Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն կրկին եթերում է և մեծ հաճույքով ողջունում եմ մեր բոլոր մշտական ունկնդիրներին։ Իհարկե նաև նրանց, ովքեր գուցե այսօր առաջին անգամ են մեզ միանում, դա չի էական է, էականը այն է, որ Փակ TV-ն միշտ ձեզ հետ է, ձեր կողքին և միշտ աշխատում է ձեզ ինչ որտեղ նաև հաճելի անակնկալներ ներկայացնել։ Իդեպ ասեմ, այսօր այդ օրերից մեկն է, քանի որ մեր հանրաճանաչ Աստղաբան, կառավարման հոգեբան Գայանե Սարգսյանը այսօր տաղավար է եկել իր աշակերտուհու, իր առաջին շրջանավարտներից մեկի Արևիկ Մանգասարյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն Ղուշյան, բարև ձեզ, սիրելի հետևորդներ, անակնկալների շարքը շարունակվում է։ Ես միայն ավելացնեմ, որ Արևիկ Մանգասարյանը Կապանի Grand Hotel համալիրի տնօրենն է, ուսումնասիրել է Գայանեի մոտ աստղաբանություն եւ Գայանե պատրաստվեք մի հարցի, որը քիչ հետո ձեզ կտամ, խոսքը վերաբերում է բիզնեսին եւ աստղաբանությանը, իսկ Գայանեին մինչ այդ քննի ներկայացնել մեր այսօրվա շատ համակրելի հյուրին։ Արևիկին ճանաչում եմ, մեկ տասնյակը արդեն բոլորել է, 10-15 տարի ինքը կներկայացնի ինչպես է եղել հանդիպումը, ինչպես է գտել ինձ։ Արևիկը իմ առաջին շրջանավարտներից է աստղաբանության 10 տարի առաջ պատկերացնեք սիրելի հետևորդներ, հիշում եք չէ, որ ասում էի 10-15 տարի աստղաբանության այդ ափերին եմ դեգերում։ Առաջին շրջանավարտներից է եւ Արևիկը իր կյանքի տարբեր փուլերում եւ իր բիզնեսի ստեղծման այդ իսկ օրվանից կարծում եմ, որ աստղաբանությունը իր հետ համահունչ տարել է։ Ես կփորձեմ խոսքը տալ Արևիկին, Արևիկը թող պատմի։ Արևիկ, դժվար չէ Գայանեին աշակերտելը։ Չէ, մենք արդեն վաղուց ծանոթ ենք։ Եվ մենք արդեն հա, այդ աշակերտական փուլը արդեն տեղափոխվել է անձնական փուլ, ավելի հարազատորեն ենք, ավելի մտերիմ ենք, այո։ Իսկ մեր ծանոթությունը սկսվեց այնտեղից, երբ ես ռուսական դաշնությունից տեղափոխվեցի ընտանիքով Հայաստան եւ ինձ չբավարարող հարցերի պատասխանները փորձեցի գտնել աստղաբանության միջոցով, էզոտերիկայի միջոցով եւ Հայաստանում փորփրելուց ով կա, ով չկա, ինչ մասնագետ կա, ես գտա Գայանեին։ Հենց առաջի անգամ հանդիպեցի եւ այսպես ասած համակրելի դարձավ Գայանեն ու վստահություն ներշնչեց։ Սկսեցի հաճախել պարբերաբար ու ես առաջարկեցի, որ միգուցե դուք ինձ դասեր տաք։ Մեծ հաճույքով Գայանեն համաձայնվեց ու մենք սկսեցինք ավելի սերտորեն շփվել ու ես դասեր վերցրեցի իրենից։ Մեր դասերը մոտավոր 6 փուլ, 10 փուլ, ավելի հստակ։ Այս փուլերը ավարտելուց հետո մեր հարաբերությունները չխզվեցին, ավելի սերտորեն եղավ, մենք ավելի սկսեցինք շփվել, ուրիշ ավելի հետաքրքիր առիթներ եղան հանդիպման եւ այսպես արդեն 10 տարի է մենք շարունակում ենք շփվել։ Ես ասեմ, խոսքը կտրեմ, որ 13 թվականից ես համացանցում եմ, 12-13 թվականից տարբեր հարթակներ կա։ Այդ ժամանակվանից մենք մոտավորապես իրար հետ կարծում համացանցով ես ծանոթացել, հիշում ես, թե չէ, համացանցով չէ, ես հենց անձնական զանգեցի ու գրանցվեցի։ Ես ձեզ ասեմ, ինքան աշակերտներ եք ունեցել, որ անգամ նման համակրելի աշակերտներից մեկին սկսել եք խառնել համացանցով, թե անձնական։ Պարոն Ղուշյան, այսպեսի մի բան, որ աստղաբանությունը խոսքդ կշարունակես Արևիկյան, աստղաբանության մինչև վերջին փուլերը շատ քրեր են հասնում, պետք է համառություն ունենան իդեմս Արևիկի անձնական արեգակի նշան կսկսեն, բայց տարիների մոտ տարուկես 2 տարվա փուլ է, կեսից մարդիկ կա ուղղակի եւ կյանքի տարբեր դրդապատճառներից ելնելով եւ նաեւ անհատական քարտեզի առանձնահատկությունից ելնելով մարդիկ շատ դժվարությամբ են հասնում այդ տարուկես մենք համահունչ իրար հետ աշխատանք ենք տանում, ինչը Արևիկի մոտ ստացվել է։ Գուցե դա է պատճառը, որ տղամարդ աստղաբաններ այսօր շատ քիչ են։ Այո, համառությունը չունեն տղամարդիկ։ Չէ, տղամարդիկ կան համառությունը ունեն, անձնային քարտեզը, մարդկանց անձնային քարտեզը ցույց է տալիս համառություն ունեն, որ կենթանակերպը ջրհոս
այծեղջուր ջրհոսը դրանք ֆիքսված են այծեղջուրները, որոնք շատ երկարատև process-ների մեջ են ներառվում։ Տղամարդկանց դեպքում պարոն Ղուշյան, իրենք ուղղակի կնոջ կինը ինչպես է տանն է ձեռքի հետ մի բան վերցում, կարդում տղամարդու մանավանդ մեր հայ տղամարդու ուսերին դեռևս այն ժամանակ, հիմա ժամանակները փոխվել են, տան ողջ ֆոկուսը իրենց ուսերին է լինում եւ երեկոյան ժամերին կամ դժվարությամբ են ժամանակ գտնում այդ գիտելիքները ստանալու եւ փորձառություն ձեռք բերելու։ Խնդրեմ Արևիկին թույլ տանք շարունակի, հետո կանցնենք առաջ։ Ներկայացնելով, այսինքն դասընթացները սովորելուց հետո Գանեի մոտ ես կապանից եմ եւ մեր հիմնական նպատակը Ռուսաստանի Դաշնությունից տեղափոխվել Հայաստանը եղել է մեր բիզնեսը, որը իմ եւ իմ ամուսնու հիմնական, այսպես ասած, աղբյուրներ, եկամտի աղբյուրներ, այո, հյուրանոցային բիզնես, բայց այս հյուրանոցային բիզնեսը ունի իր հիմքերը, մինչև մեր կապան տեղափոխվելը, մեր ծնողներն են մեզ երկար ժամանակ աջակցել, օգնել, որ ոտի կանգնենք, այսպես ասած։ Հյուրանոցը դառնա հյուրանոց, որովհետև տալի մոտ առաջացավ ծնողները, որ օգնել են բիզնեսը, դե կարող ես ասել, որ ասպեկտներ հստակ դու նշում ես։ Եվ հենց այս տարիքային փուլում դու հենց այս տարի հնարավորություն ունես բիզնեսը մեծացնելու, արել։ Լուսին Սատուրնը։ Լուսին Սատուրն դա ուրիշ հարց էր, արել Յուպիտեր։ Յուպիտեր, ճիշտ է, Յուպիտեր մեծ հաջողության մոլորակը, որը գտնում է, իհարկե, հյուրանոցային բիզնեսն է, այո, այդ ձեզ հուշել է։ Այո։ Մենք այն ժամանակ հենց քննարկում ենք, հիշում ես, որ կարող ես այսպեսի, ահա, դե առաջ գնա։ Բայց Արևիկ, ես ես ընդհատելով ասեմ, որ հատկապես կնոջ համար հյուրանոցային բիզնես շատ դժվար գործընթաց է եւ ամեն մեկը չէ որ կարող է դիմանալ։ Հա, դուք իրավացի եք, ես համաձայն եմ ձեզ հետ, ես այս հյուրանոցային բիզնեսը մենակով չէի կարող տանել, եթե չլներ իմ կողքին այսպիսի մարդկային որակներով հագեցված տղամարդ։ Շնորհակալ եմ, որ այդպիսի տղամարդ կա իմ մոտ եւ իր շնորհիվ ես այսպես ասած կայացա, ոտքի կանգնեցի։ Եթե չլներ իմ ամուսինը, միանշանակ ես չէի լինի այս Արևիկը։ Ես գայանը պիտի ասեմ, որ կեսով չափ լինելով կապանցի, ես համամիտ եմ Արևիկի հետ, որ կապանցի կանայք շատ համառ են, այսպես աշխատասեր, բայց նրանց կողքին պետք է միշտ մեկը լինի, ով ուղեկցի, ուղղորդի, եւ այդ առումով սա երջանիկ պատահարներից մեկն է, որ համընկել է ամեն ինչ։ Որովհետև մենք ամուսիններով մեկս մեկին ոչ թե խանգարել ենք, այլ լրացրել ենք։ Յուրաքանչյուրս մեր որակներով մեկս մեկից լրացրել ենք, չենք խանգարել։ Իսկ երեխաները։ Իսկ երեխաների հետ կապված ծանրությունը, դժվարությունը միշտ մնացել է իմ վրա, քանի որ ամուսինս եղել է միշտ հայթայթող, միշտ տղամարդու դերում, իսկ ես կանացի դերում։ Հիմա արդեն, քանի որ իրանք արդեն մեծացել են եւ ինքնուրույն են, իմ համար ավելի մեծ լայն դաշտ կա աշխատելու, քան առաջ։ Բարձ է։ Գանե, դժվար չէ Արևիկի նման աշակերտ ունենալը, որը ոչ միայն համառորեն յուրացնում է, այլ սկսում է տնտղել, ավելի շատ պահանջել։ Չէ, պարոն Ղուշյան, սիրելի հետևորդներ, դժվար չէ, որովհետև լավ ուսուցչի այդպես գրավականը բանիմաց եւ խելացի աշակերտներ ունենալն է եւ լավագույն աշակերտ այն աշակերտն է, որը կարող է անցնել ուսուցչին իր գիտելիքներով եւ իր ապագան եւ կարիերան ստեղծել։ Ես այդտեղ ուրախ եմ, որ ես ունեմ եւ առաջին դեպքը չի, եւ բարբերաբար բացահայտումներ կլինեն եւ ռադիոյով եւ տարբեր եւ իմ հարթակում եւ լինում են, որ մարդիկ այո աստղաբանությունը ես հանդիսանում եմ միջնորդ տվյալ անձի եւ արարչի միջև ես այն անձն եմ, որը այո, թարգման, որը այդ ֆիլտրն եմ անում, տալիս եմ գիտելիքները։ Մնացածը եւ անձնական քարտեզից է կախված եւ նաեւ վերինժից նա պատահական չէր եկել աստղաբանության, որտեղ իր ասպեկտները ուներ եւ կյանքի որոշակի ժամանակահատվածում դրանք տարանցիկ մեթոդն է, այդ ժամանակահատվածում մարդը կարողանում է հասնել իր նպատակներին։ Բարձ է։ Լավ, սիրելի կանայք, մենք մեր զրույցը մի պահ ընդհատում ենք գովազդային հոլովակով, որից հետո ես հարց ունեմ արդեն Արևիկին։ Խնդրեմ։
Հայազգի նկարիչ, դիզայներ, քանդակագործ, ճարտարապետ եւ դասախոս Շավարժ Սիմոնյանը այսօր էլ շարունակում է ստեղծել ազգային եւ համաշխարհային ժառանգությունը պատկերող անհատական հրաշագեղ աշխատանքներ։ Իդեպ դրանց թիվն անցել է 500-ը։ Ինչպես նշում է նրա կյանքի վերջին 3 տարիների անբաժան ընկեր պրոդյուսեր Գայանե Սիմոնյանը, իր ամուսինը իսկապես արդարացրեց բոլորի սպասելիքները։ Այսօր էլ արվեստագետի աշխատանքը գնահատողները կարող են ձեռք բերել նրա իսկապես ինքնատիպ ու նմանը չունեցող գործերը։ Սիրելի բարեկամներ, շարունակում ենք ծրագիրը, Արևիկ Մանգասարյանն ու Գայանե Սարգսյանն են մեր տաղավարում, երկու հմայիչ կանայք, երկու ինքնատիպ անձնավորություն եւ երկու մարդիկ, որոնց կապում է աստղաբանությունը։ Արևիկ, ես կուզենայի, որ խոսեիք բիզնեսի եւ աստղաբանության միջև եղած կապի մասին, ինչ է տալիս մեկը մյուսին, լրացում է թե խանգարում։ Այսպեսի մի բան ասեմ, երբ կինը կայանում է, կնոջը նկատում են վերջում, երբ որ արդեն կայանում է։ Իսկ թե ինչպեսի ճանապարհ է անցնում այդ կայացման ընթացքում, դա նկատ է մնում։ Եվ ինչպես բոլոր կայացած կանայք, կասեմ, որ շատ դժվարին ճանապարհ է եղել մինչև կայանալը։ Իսկ այդ դժվարությունների ընթացքը ես անց եմ կացրել ինքնա դաստիարակմամբ, ինքնակրթությամբ, ինքնաճանաչման, որը մի մասն է եղել նաև աստղաբանությունը, մի մասն է եղել հոգեբանությունը, մի մասն է եղել աստրոհոգեբանությունը։ Ընկճվելու փոխարեն ես միշտ հետաքրքրվել եմ, հարցերի պատասխանն եմ գտել, թե ինչու, թե ինչպես, թե երբ, թե ժամկետների հետ կապված, թե տեղանքի հետ կապված, թե միջմարտկային հարաբերությունների հետ կապված, ես միշտ պրտպտել եմ, միշտ հետաքրքրվել եմ, միշտ ցանկացել եմ իմանամ պատճառները եւ հետևանքները։ Եվ բիզնեսի եւ հոգեբանության մեջ միշտ գտել եմ, որ աճը պետք է։ Եվ այս իմ պրպտումների հաշվին ես կարողացա կանգնել, կայուն մնալ, հոգեբանորեն հասուն մնալ եւ հասնել նպատակին։ Աստղաբանության դերակատարումը։ Աստղաբանության դերակատարումը այնքանով էր, որ ես գիտակցաբար գնացի այդ քայլին եւ հասկացա, որ եթե մենք ընտանեկան բիզնես դնում ենք, ուրեմն պետք է մեկս մեկիս աջակից լինենք։ Տվյալ, այսինքն եթե ես մենակ լինեի, ես չէի կարող։ Եթե ամուսինս մենակ լիներ, ինքն էլ չէր կարող։ Սա ընտանեկան բիզնես է, որտեղ մեկս մեկից լրացնում ենք։ Այսինքն աստղաբանորեն, երբ որ երկու մարդկանց տվյալներ իրար հետ համադրում ենք, այդ դեպքում կարող է ստացվել միայն այս արդյունքը։ Ոչ ինքը մենակ իր մոտ մենակ կստացվեր, ոչ իմ մոտ մենակ կստացվեր։ Այսինքն դուք ամուսիններով նույն կենթանակերպի նշանի տակ եք, թե տարբեր։ Ավելին ասեմ, ոչ թե նույն կենթանակերպում, այսինքն որ մասը, որ իմ մոտ դատարկ էր, իր մոլորակները լրացրել են, որը որ իմ մոտ էր դատարկ, իր մոտ էր դատարկ, իմ մոլորակներն են լրացրել։ Եվ այսպես դարձավ ավելի համախմբված, ավելի մեծ ուժ։ Ես կարող եմ լրացում անել։ Ահա։ Արևիկը այն փաստն է բացատրում աստղաբանորեն այն իրողությունը, երբ անձը ծնվում է, ունի համապատասխան աստղաբանական քարտեզը, 10 մոլորակներն են, որտեղ 5 անձնական, 2 սոցիալական մոլորակներն են, եւ այդ քարտեզով մարդը գալիս է, ինքը պետք է այդ ներուժը զարգացնի պոտենցիալ հնարավորությունը։ Եվ քարտեզում կան թույլ եւ ուժեղ կողմեր, որպեսզի անձը լրացնի իր թույլ կողմերը, նա կարող է համապատասխան ինչ-որ մեկին քաշել իր կյանք ըստ իր քարտեզի առանձնահատկությունների։ Եվ ահա Արևիկի ամուսինը այն անձն է եղել, որը կարողացել է լրացնել Արևիկի կյանքում այդ բաց դաշտը կամ թույլ կողմերը, երկուսը, եւ պատահական չի Արևիկն էլ հնարավոր է, ոչ թե հնարավոր է ուղղակի անձնային տվյալների հրապարակում պարտադիրել չի, բայց հասկանալով աստղաբանությունը մեթոդ ունի, դա կոչվում է սինաստրիչսկե աստրոլոգիա, ռուսերեն ենք ասում, հայերեն համատեղելիության հաշվարկներ են։ Այդ համատեղելիության
ընտրության հաշվարկների միջոցով անձը կարող է ընտրել եւ իր զուգընկերոջը, եւ գործընկերոջը, եւ նաեւ աշխատակից, եւ նաեւ աստղաբանության մեջ մեթոդ կա, դա կոչվում է էլեկտիվնե աստրոլոգիա, ժամկետների ընտրության հարցում դու կարող ես համապատասխան ժամկետներում քո բիզնեսի աճի համար եւ նախագծեր գծել եւ համապատասխան այդ ժամկետների նոր ծրագրերի մեկնարկ անել։ Գայնը, եթե ես ձեզ ճիշտ հասկացա, արևից ձեզ եմ ուզում հարցեմ, այսինքն եթե դուք ձեր գրանտ օթել համալիրում նոր աշխատակից եք ուզում ընդունել, անպայման օգտվում եք աստղաբանության ծառայությունից, այդպես է։ Կարող ես ասել նաև ինչից ես օգտվում, եթե պետք է։ Չթաքցնեմ, երբ որ աշխատանքի են ընդունվում, իմ առաջին հարցը դա է լինում, երբ է ձեր ծննդյան օրը։ Արդեն իմ վրա ծիծաղում են դրա համար ու գիտեն, որ հիմա Արևիկ այդ հարցը պիտի տա, երբ է ձեր ծննդյան օրը։ Ասում եմ, հեչ, ես պետք է տվյալները իմանամ, ձեր տարիքը իմանամ։ Այսպեսի մի փոքր նյուանս կա, այդպեսի փաստ։ Հատկապես կանանց մի քիչ դժվար է, չէ՞, դարձին քանի տարեկան եք։ Դա նաև օրենսդրորեն էլ է։ Դուք ինքան հմայիչ մարդիկ եք, չեք էլ թաքցնում ձեր տարիքը, շուտ հասկացա այդ բավականին հասու երեխաներ ունեք, ուրախ եմ, բայց ես մի բան նաև զգացի, որ Գայանեն ձեզ համար ոչ թե խստապահանջ ուսուցիչ է եղել, այլ լավ ընկերուհի է դարձել։ Եվ ձեր այս հարաբերությունները թեկուզ մեր եթերում հաստատում են, որ դուք իսկապես լավ ընկերներ եք, 10-15 տարվա ընկերությունը դա այսպես ժողովրդական լեզվով ասած հանակ մասխարություն չէ։ Այդպես է Գայանե։ Այո, մեր քարտեզները դու կարող ես ներկայացնել քո կողմից եւ ինչ կարող ես ասել։ Դե, հա, ես հենց սկզբում էլ նշեցի, որ համակրելի էր եւ վստահություններ ներշնչում, հետո ուսումնասիրելուց հետո հասկացանք, որ չէ, մեր քարտեզները իրար հետ շատ համահունչ են, իրար լրացնում են, ոգեշնչում են եւ ուղղորդում են։ Այսինքն ես գիտելիք եմ ստանում եւ այսպես ասած էներգիայի շրջանառություն է կատարվում մեր մեջ, փոխանակում։ Ինքը ինձ է տալիս, այդ գիտելիքները ծառայում են ի բարօր։ Ի բարօրություն։ Ինչ-որ բան կարող ես ավելացնել այդ ձեր բիզնեսի հետ կապված եւ միջազգային հարաբերություններ եւ նաեւ աշխատակազմի ընտրելու ես կցանկանայի ավելացնել, որ մեր բիզնեսը մեր տեղափոխվելուց հետո բավականին աճ ունեցավ, բավականին փոփոխություններ ունեցավ, առաջինը Հայաստանում եւ Անդրկովկասում մենք ենք ունեցել զիպլայնը, իմ ամուսնու նախաձեռնությամբ ունեցել ենք Հայաստանում ամենաերկար զիպլայնը, որ իրոք արժանի է գովազդի, որ իրոք արժանի է հարգանքի, բայց ինչ-ինչ պատճառներով հիմա չի գործում։ Գործեց մի ամիս լիարժեք, քառօրյա պատերազմից առաջ, բազմաթիվ հյուրեր ունեցանք ու դրանից հետո միանգամից մարվեց։ Բայց մենք դրանից էլ չընկճվեցինք, քանի որ երկուսս էլ համառ ենք, երկուսս էլ ամուսիններով ուժեղ ու տոկ ունենք, մենք ավելի լայնացրինք, ավելի մեր բարեկեցիկ դարձրեցինք եւ ավելի վերանորոգեցինք մեր համարները, ուզում եմ ասել, որ ունենք տարբեր ոլորտների, տարբեր սպասարկման հնարավորություններ, ունենք նաեւ կոնֆերենց զալ, զիպլայն, Սենյակների կատեգորիան Արևիկյան։ Սենյակների կատեգորիաները տարբեր են, ըստ տարբեր ճաշակի, տարբեր գնային, այսպես ասած, մարդկանց համար, ըստ ճաշակի։ Լողավազան։ Դրսում լողավազան էլ ունենք, բոլոր հնարավորությունները ունենք հյուրեր գալելու, ժամանցի վայրեր էլ ունենք, տուրիստականների հետ համագործակցելու հնարավորություն ունենք, ինչը մեր մոտ չի ստացվում, մենք էլ ունենք, այսպես ասած, ընկերներ համագործակցում են մեզ հետ, ունենք հիասքանչ մի խուստուփ, որ բոլորը ուզում են խուստուփի համար գալ, կարող են կազմակերպել նաև տուրեր։ Մեծ խմբեր ենք ընդունում, մեր բիզնեսը, այսպես ասած, ընտանեկան բիզնեսը զարգացնում ենք։ Ավելացնում, որ շուտով Կապանում նախատեսվում է բացել Ռուսաստանի Դաշնության հյուպատոսությունը, դա նշանակում է տուրիզմի նոր հոսք։
Բացի դրանից կապանը հանդիսանում է Սյունիքի մարզի շրջկենտրոնը։ Դուք իրավացի եք, դեսպանները մեր հյուրանոցում եղել են, բայց եթե խոսքը գնաց դեսպանների մասին, ասեմ նաև, որ մենք ունենք մեծ սրահ, որտեղ տեղի ունեցավ իրանահայկական կոնֆերենսը, մեծ կոնֆերենս էր, ճանաչում ունեցող, մենք հնարավորություն ունենք կազմակերպելու կոնֆերենսներ, Իդեպ այդ համաժողովի մասին շատ է գրվել։ Այո, դա տեղի ունեցել Grand Hotel-ում։ Այո, ես հիշում եմ, որ նշվեց, որ Կապանի Grand Hotel համալիրում տեղ ունեցավ հայ-իրանական համագործակցության հետ։ Մեր մոտ գալիս են նաև բժիշկներ առանց սահմանների, Կարմիր խաչ, Եվրոմիություն, տարբեր բարձրաստիճան հյուրեր, գործողումներ տարբեր երկրներից, ԱՄՆ, Հոլանդիա, Ֆրանսիա, Անգլիա, տարբեր երկրներից հյուրեր ենք ունենում։ Խրախուսելի է, այսպես ասած, որ մենք կարողացանք հասնել այս աստիճան հնարավորության, լինելով հանդերձ Կապանի սահմանամերձ քաղաքում, կարողացանք կայուն պահել եւ նաեւ հյուրեր ներգրավել բիզնեսը, դառնալ առաջատար ընկերություններից, այդ բրենդներից մեկը, այն նաեւ բրենդ է, որը որակյալ եւ ճաշակով ծառայություններ է մատուցում մեր հայ հանրությանը։ Կայանը, ես ասեմ, ձեր բախտը բերել է, դրանա շագերտներ ունենալն էլ այդքան հեշտ գործ չէ։ Երևի թե արժանիքներ ունեցել են պարողը։ Իհարկե, չէ։ Իմ աշակերտների, գիտեք, մարդու որակներից է, պարոն Ղուշյան, ձեր խոսքը կտրեցի շաքարով, մարդը ինչպիսի որակներ ունի, այդպիսի իր շրջապատը այդ մասնիկներով այդ նմանին կփնտրի։ Բայց իջստորից եմ ասում, խստապահանջ աշակերտներից դժվար չէ։ Ոչ, դժվար չէ։ Եթե մասնագիտորեն պատրաստ ես լինում, դժվարություններ չի ներկայացում։ Ես այն մասնագետներից եմ, որ երբեք քննություններ չեմ նշանակում։ Չնայած բիզնեսը գրանցված է, դասընթացները գրանցված են, համապատասխան հավաստագիր եւ տրվում է, բայց ես նշում եմ, որ չի լինելու քննություններ։ Մարդը գիտակցաբար գալիս է աստղաբանություն սովորելու։ Աստղաբանությունը ուրանի ոլորտն է, անձը պետք է ազատ զգա իր մտքերում։ Պատասխանատվություն կունենա, կհասնի վերջին փուլ, մինչև վերջ։ Չունենա, դա իր գործն է եւ շատերը չեն հասնում, բայց նրանք ովքեր հասնում են, ես ուղղակի հրաշալի աշակերտներ եմ ունեցել, բոլորին շատ սիրում, հրաշալի մասնագետներ եւ մարդիկ են իրենց ոլորտներում։ Որոշները դեռևս ուսումնասիրում են տարբեր գիտությունների այդ գիտելիքներով են, նաև հագեցնում աստղաբանությունը, չէ, դժվար չէ, եթե մարդը պատրաստված է, եթե մարդը արդեն տեսեք արևիկի դեպքում նա ներկայացնում է իր բիզնեսը, այս դեպքում նաև բիզնեսի հասնելու ճանապարհները, աստղաբանություն, աստրոհոգեբանություն եւ նաև հոգեբանությունը, հոգեբանորեն էլ ղեկավարը պետք է պատրաստ լինի ղեկավարելու։ Եթե դու ունես այդ ամենը, դժվարություններ չկա։ Ես միայն ուրախ եմ ձեզ համար, Արևիկ հատկապես քեզ համար, որտեղ դու ճիշտ է առաջին անգամն ես մեր տաղավարում, բայց կարող ես զգալ միշտ քեզ ոնց որ ձեր հոթելում, որտեղ շատ լսել եմ Կապանի Grand Hotel համալիրի մասին եւ ներքուստ հպարտանում եմ, որ այդ քաղաքում կա նման հյուրանոցային համալիր, կանեն չգիտեմ եղել է այնտեղ թե չէ։ Ես իրենց հյուրանոցում դեռևս չեմ եղել, բայց մոտակա ժամանակներում հյուրընկալելու եմ այնտեղ, Արևիկը ծրագրեր ունի աստղաբանության հետ կապված դասընթացներ, աստղաբանություն, աստրոհոգեբանություն, տեսնենք որտեղ կանք կառնենք եւ եթե կազմակերպի համապատասխան միջոցառումը, ես պատրաստակամություն կունենամ այնտեղ ներկայանալու իմ գիտելիքներով, գեղեցկացնելու իրենց այդ սրահը։ Դե անպայման գնացեք, որովհետեւ Կապանը ոչ միայն շատ գեղեցիկ հմայ քաղաք է, շատ հյուրընկալ, այլ նաև միշտ իր հյուրերին սպասող։ Այդպես է Արևիկ։ Այդպես է, իհարկե այդպես է։ Իսկ մի բան էլ տեսնենք Արևիկը ավելացնելու բան ունի, ունես Արև, ինչ կարող ես ավելացնել։ Հրավիրում եմ ձեզ Կապան, տեսանելի, որպեսզի ավելի տեսանելի լինի, ավելի լավ է մի անգամ տեսնեք, քան մի քանի անգամ լսել։ Համեցեք Կապան, Grand Hotel, եւ ես պատրաստ եմ ձեզ ընկալել մեր ընտանիքի տակ։ Շնորհակալություն, ձեր ամուսնուն ամենաջեր ողջունները, ձեր ընտանեկան բիզնեսին ծաղկում ենք մարդում, եւ շնորհակալ եմ նման հյուրի համար եւ ուրախ եմ, որ դու մեզ հետ քո կապը պահում ես։ Պարոն Ղուշյան, գիտեք, որ մենք բոլորով կարմիր կապեր ունենք,
ձեր բարձացող հանգույցը, Տիկին Լուսիայի բարձացող հանգույցը, այսօր վերջերս Արևիկի քարտեզն է եւ Արևիկի հանգույցը, մենք այս լսարանում այս հարթակում ինչ որ գործ ունենք անելու։ Ես իմ կարմիկ ծրագիրն եմ արել, ես օգնում եմ իմ գործընկերներին։ Եվ շնորհակալ եմ։ Սիրելի բարեկամներ, դուք էլ համոզվեցիք, որ այսօր իսկապես հրաշալի հյուրեր ունեինք Կապանի Grand Hotel հյուրանոցային համալիրի տնօրեն Արևիկ Մանգասարյանը եւ իհարկե մեր շատ սիրելի, մեր հմայիչ հոգեբան կառավարման այսպես Դժվարանում եք, պարոն Հուշան, 3 տարի է։ 3 տարի է, համեստորեն լռել եմ։ 3 տարի չի ասում, որ դուք նաեւ կառավարման մասնագետ եք, չգիտեմ, խի թաքցնում եք։ Մի վախեցեք, ներկա իշխանությունները ձեզ կառավարման չեն հրավիրի, դուք ձեր գործը արեք։ Էպես որ ունենք լավատես եւ մինչ նոր հանդիպում, սիրելի բարեկամներ, ցտեսություն։